Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր կիսվում են իրենց գիտելիքով, փորձով եւ ոլորտային առանձնահատկություններով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Վահրամ Մարտիրոսյան, ողջույն Վահրամ։ Ողջույն Ծովինար։ Ուզում եմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնել, որ Վահրամը հանդիսանում է Զանգի ընկերության հիմնադիրը, վստահաբար մեր ռադիոլսողներից եւ ռադիոդիտողներից շատերը հենց Զանգի օգտատեր են, շատերը եթե օգտատեր չեն, ապա լսել են եւ այսօրվա հիմնական թեման իհարկե հիմքում ունենալով Զանգի ընկերությունը խոսելու ենք գործարարության մեջ կարևոր որոշումների, մենեջմենթի, խնդիրների լուծման, այն կարևոր առանցքային թեմաների մասին, որը շատ կարևոր է գործարարի համար հաջողելու եւ առաջ գնալու համար։ Մինչեւ հիմնական թեմաներին անցնելը, Վահրամ, ուզում եմ մի փոքր հիշեցնեք ձեր կրթական հենքը, քանի որ մեր առաջին հարցազրույցը բավականին վաղուց է եղել, մոտ երևի 7 տարի առաջ, 6-7 տարի առաջ, որից հետո արդեն կանցնենք ոլորտային թեմաներին։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն նախ հրավերի համար։ Սիրով։ Կրթությունը պոլիտեխնիկ։ Այսինքն դա նաև ենթադրում է, որ ընկերության հիմքում, ընկերության ստեղծման հիմքը նաև մասնագիտական հենք է ունեցել, հա, լրիվ այլ ոլորտից այլ ոլորտ չեք։ Կրթությունով ինժեներ մեխանիկ է, դե իրականում ծրագրավորումն էլ իր տեսակով ինժեներիա է, այսինքն մեխանիզմների ստեղծումը, մեխանիկական մեխանիզմ, կոնկրետ ծրագրավորման դեպքում մաթեմատիկական մեխանիզմներ են, իրենով նման են, նույնիսկ եթե ուրիշ ոնց որ ինժեներիային ծանոթ ես, այս տեսակ ինժեներիան ավելի լավ ես հասկանում, զուտ այդ մեջը մտնելով, մի խոսքով պոլիտեխնիկ։ Շատ լավ, Վահրամ, այսպեսի մի կարևոր հարց եմ ուզում տալ, տեսեք, մենք վստահաբար ունենք շատ անհատներ, ովքեր որ էլի ծրագրավորման ոլորտում են եղել, նախկինում են կրթություն ստացել կամ հիմա, բայց իրենք գնում են ինչ-որ ընկերություններ, դառնում են այդ ընկերությունների թիմակիցներ տարբեր ստորաբաժանումներում եւ երբեք այսպես ծրագրավորման այդ գործառույթից դուրս չեն գալիս, չեն դառնում հիմնադիր, չեն ստեղծում ընկերություն, համակարգեր, պրոցեսներ եւ այլն։ Կներկայացնեք, այստեղ ինչ առանցքային բաներ է անհրաժեշտ, հա, որակներ, հմտություններ, որ դու կարողանաս աշխատողից վերափոխվես գործատուի ու նաև ստեղծես ընկերություն, համակարգ, պրոցեսներ, ձեզ մոտ ոնց է այդ ճանապարհը ստացվել։ Կամ ոնց եք եկել այդ մտքին, որտեվ կարող եք դուք լինել հիմա շատ հաջողված ծրագրավորող ինչ-որ ընկերությունում կամ ինչ-որ թիմում։ Այդտեղ ինչ-որ գաղտնիք չկա, երևի երկու գործոնների համադրությունն է, մեկը անհատական որոշակի հատկանիշների, մյուսը փորձի, այսինքն այն միջավայրում, որը դու կյանքի բերումով հանգամանքների կամ մնացած քո սեփական ուղղորդելով դու անցնում ես։ Իմ մոտ այդ երկուսի համադրությունն է եղել, այսինքն մեկը ես իհարկե ունեցել եմ որոշակի գործարարին հատուկ հատկություններ, օրինակ կամքը, համառությունը, դրանք պարտադիր են։ Օրինակ եթե անհատական բաներից վերցնենք, ամենակարևորը երևի գործարանի համառությունն է, այսինքն դու պետք է շարունակաբար ոչ թե ինչ-որ մուսայով, մոտիվացիայով ինչ-որ աշխատես, այսինքն դու պետք է ավելի լավ աշխատես, երբ որ դու մոտիվացված չես։ Այսինքն գործերդ վատ են դրանով։ Իսկ այդ համառությունն է, որ երկարատև դու կարողանում ես դրանք շրջանցես, կամքը նույնիսկ դրա հետ կապված է, հետո որոշում կայացնելու հմտությունները, օրինակ մարդիկ կան, որ ուղղակի տեսակով շատ են գցում բռնում, ասենց ասեմ, ժողովրդական լեզվով ասած, այսինքն այն մարդիկ, ովքեր շատ են այսպես մտածում, գցում բռնում, հիմնականում իրենք ոնց որ գործարարի գոնե այդ մի հատկությունով իրենք լավ գործարար չեն կարող լինել։ Իսկ դա կարևորագույն հատկություններից մեկն է։ Դու պետք է կարողանաս որոշում կայացնես։ Թեկուզ շատ դեպքերում տեսեք կա նմանատիպ կանոնի պես մի բան, որ որոշման բացակայությունը ավելի վատ բան է, քան վատ որոշումը։ Այսինքն գործարարների դեպքում այդ շատ կարևոր է, որ դու կարողանաս որոշում կայացնես։ Եվ այսպես եթե շղթայով գալիս ենք, այ որոշումից հետո գալիս է մյուսը պատասխանատվություն վերցնել, եթե որոշում ես կայացնում, վերցնում ես պատասխանատվություն։ Այսինքն գործարանի մյուս հատկությունը անհատական, եթե նայում ենք, պատասխանատվություն վերցնելու, այսինքն անհատական պատասխանատվություն վերցնելու այդ ունակությունն, այսինքն քեզ sense էլի բան լեզվով ասած, սլենգով քեզ առաջիկից շպրտել։
Այսինքն ամենտեղ դու տեսնում ես առաջիկից քեզ շպրտում ես, թե կանգնում ես սպասում ես, մինչև ուրիշները տեսնես ինչ են անում, հետո նոր դու գնաս տեսնես, եթե դու քեզ առաջիկից ես մի շպրտում, ուրեմն դու այդ հմտությունը ունես, այսինքն հատկությունը։ Ռիսկը վերցնում ես քեզ վրա։ Ռիսկը վերցնում ես, այսինքն պատասխանատվություն ես վերցնում։ Եվ պատասխանատվություն տեսեք մյուս բանը դու արդեն ասեցի, ռիսկը ոնց որ ցես գալիս է ինքը հերթով, այդ ամեն ինչը գալիս է, այսինքն որոշում կայացնել, պատասխանատվություն վերցնել, նաև ռիսկեր վերցնել։ Եթե վերցնում ես պատասխանատվություն, ապա իհարկե այդտեղ կա նաև ռիսկի գործոնը, դու պետք է պատրաստ լինես ռիսկի գնալու եւ իրական ռիսկի գնալու։ Շատ ժամանակ այդ ռիսկի մասին խոսում են մարդիկ, խոսում են, երբ որ գալիս է իրական ռիսկ, ասում են դե վախենալու է այդ ամեն ինչը։ Հա, իրապես վախենալու է, բայց դու պետք է իրականից այդ, երբ որ ռիսկը նա է, որ դու իրական կորցնելու որոշակի բան ունես։ Դու պատրաստ ես այդ ամեն ինչը դնես, օրինակ, պատրաստ ես գումար կորցնես, աշխատավարձդ կորցնես, բարեկեցությունդ կորցնես, քունդ կորցնես, հա, շատ մարդիկ տեսեք ունեն նույնիսկ լավ իդեաներ, բայց իրենք պատրաստ չեն իրենց կոմֆորտ զոնայից դուրս գան, իրենց բարեկեցությունը դնեն ռիսկի տակ, որպեսզի դառնան գործարար։ Այո։ Դրանով։ Իսկն որոշակի անհատական ոնց որ նշեցի մի 4-5 հատկություն անհատական մարդու, որը պետքա լինի։ Իհարկե դրա հետ մեկտեղ նաև կարևոր է փորձը, թե դու ինչ միջավայրով ես անցնում։ Մենք ոնց որ սկսեցինք բանից մասնագիտացումից, ես օրինակ իմ կարիերան IT-ում սկսել եմ junior ծրագրավորողից, հասել եմ software architect մակարդակի, հետո բիզնես եմ բացել, այս որ դա շատ կարևոր է, էլի, որտեվ երբ որ դու միտեղ արդեն ոնց որ մի ճանապարհ անցել ես կարիերային, հետո ոնց որ հաջորդ քայլը ես բիզնես բացելն է, դա նույնը էվոլյուցիոն, դες նորմալ ձևով դու անցնում ես, երբ որ էվոլյուցիայի այդ փուլերը դու չես անցնում, որոշակի ռիսկեր են առաջանում, որտեվ այդ փորձը դու պետքա տեսնես, այսինքն այդ ճանապարհին ես օրինակ աշխատել եմ շատ տարբեր կուլտուրաների ընկերությունների հետ, ասենք ամերիկյան, գերմանական, ռուսական տարբեր ընկերություններում աշխատել եմ, իրանցից որոշակի փորձ եմ վերցել ամեն դեպքում, թե բիզնեսի, թե նույն ծրագրավորման, այսինքն մասնագիտական մասով խորացված եք եղել, այնտեղ բիզնեսը։ Հա, այնտեղ ասենք իմ մոտ տենց էվոլյուցիոն գնա, դրա համար մի զանգին, որ ասում են ստարտափային, մենք դասական ստարտափ ենք, այսինքն այն դրանով, որ ես հենց ինքս եմ ծրագրավորող, այսինքն software architect մակարդակի ծրագրավորող, այսինքն աճել եմ, էվոլյուցիոն եկել եմ, բացել եմ բանը այս իմ ստարտափը ու տենց սկսել եմ շարունակել նաև այդ ուղղությամբ։ Շատ լավ, կարևոր հարց եմ ուզում տալ, Վահրամ, վստահաբար գործարության մեջ շատ են ասում, պետք է դնել, գծել, պլանավորել, 5 տարվա, 10 տարվա, 15-20 տարվա տեսլական ունենալ եւ այլն, բայց կան նաեւ գործարարներ, ովքեր ասում են, չէ, եթե շատ գծում բռնում ես, շատ պլանավորում ես, իրականում իր չանելու հավանականությունը ավելի մեծանում է։ Դուք որ տեսակետին եք ավելի հակված եւ ձեր կարծիքով որն է ավելի աշխատող։ Արդյոք շատ պլանավորելը, շատ կանխատեսելը ինքը շատ օգնում է նույնիսկ առաջին երկրորդ քայլերը անելու դեպքում։ Մեկ տեսեք ոնց է այդտեղ էլ բավական էվոլյուցիա է ապրում, ինքը միանշանակ չի, այսինքն կախված ժամանակից։ Եթե մենք նայենք օրինակ նախորդ դարին 20-րդ դարի բանին, տեսեք ամեն ինչ պլանավորվում էր։ Այսինքն եթե ուզում էին ինչ-որ մեծ բան, փոքր բան, ինքը նախագծվում էր, հաշվարկվում էր, մի ամբողջ ինստիտուտներ, մարդիկ, գիտնականներ աշխատում էին այն ամենամանր դետալներից սկսած, ոնց որ նախագծում էին, դա ինչ-որ ձևով տեստավորում էին, հաշվարկում էին, գիտականորեն ապացուցում էին, հետո նոր սկսում էին աշխատել։ Հիմա 21-րդ դարը այդ առումով կոչվում է տերմինն էլ կա, այդ agile generation-ն է, այսինքն agile-ի փիլիսոփայությունը հենց դրա մեջ է, այդ սպրինտերի գաղափարն է, որ քանի որ ինքը ամեն ինչ դարձել է ավելի բարդ ու ավելի արագ, հնարավոր չի նմանատիպ ձևով, այսինքն ռազմավարական պլանավորում իրականացնել շատ դեպքերում։ Հեսեք նույն գանք Elon Musk-ին, օրինակ, ինչի SpaceX-ը հաջողություն ունեցավ, որովհետև ինքը գնաց սպրինտերի ճանապարհով։ Ոչ թե ասենք արբանյակ եկեք մի 10 տարի պլանավորենք, 10 տարի փորձարկենք, հաջորդ 10 տարին տեստավորենք, տեսեք առաջ ոնց էր։ Եթե ուզում էին գնային լուսին, մի 40 տարի պլանավորում էին այդ ամեն ինչը։ Իսկ հիմա եկավ մի ժամանակ սպրինտերի, ասում եկեք քայլերով, փոքր քայլերով, այսինքն այն ինչ որ մեր դիմացը մենք տեսնում ենք, այսինքն դա մարախուղի օրինակն է, երբ որ դու մեքենա ես վարում, դիմացդ մարախուղ է ու չես տեսնում, բայց դիմացի 3 մետրը տեսնում ես։ Ասում եմ, արի 3 մետրը գնանք, անցնենք մենք։ Հետո այն մյուսը, հա, հաջորդ ոնց որ վյուն կբացվի, obzor-ը կբացվի քո դիմաց։ Այսինքն agile-ի այդ սպրինտերի գաղափարը դա է։ Agile-ի փիլիսոփայությունը ամբողջը նստած է դրա վրա, այսինքն փոքր քայլերով, բայց արագ քայլերով առաջ գնալն է։ Այսինքն 21-րդ դարը, որը իր տեսակով, այսինքն այն product-ները, որոնք ստեղծում են, շատ բարդ են։ Իրականում հնարավոր չի նույնիսկ ռազմավարական պլանավորում դուք թաղվես դրա մեջ, ռիսկերով իր մնացածով։ Դրա համար ոնց որ հենց agile-ը ինքը կենսական նշանակություն էր, որը առաջացավ դրանով։ Իսկ agile-ը շատերը նայում են որպես ինչ-որ մենեջմենտի, բայց ինքը լուրջ փիլիսոփայություն է իր մեջ ներառում, այսինքն 21-րդ դարի փիլիսոփայությունն է, հենց հիմնականում այդ փոքր, բայց արագ քայլելով
առաջ գնալու փիլիսոփայությունն է, այսինքն այդտեղ գալիս է այն հարցի պատասխանը գանք դրանով, որ հիմա ներկայդրության միանշանակ երկրորդ տարբերակն է, այսինքն դու ավելի փոքր քայլ, բայց հստակ պլանավորած, այնպես չի որ այդ անհստակությունն էլ միանշանակ մերժենք, որովհետև այդ խնդիրը այստեղ դիլեմա չկա, հստակ թե անհստակ, էլի, երկուսն է թե մեծ պլանավորման դեպքում, թե փոքր պլանավորման դեպքում հստակությունը շատ կարևոր է, բայց այստեղ մի խնդիր է, որ երկրորդի դեպքում մենք փոքր քայլեր ենք պլանավորում ավելի հստակ, իսկ առաջին դեպքում ոնց որ ընդհանուր ճանապարհն ենք պլանավորում, այս դեպքում ասում ենք արեք մի 10 մետր անցնենք, հետո մյուս 10 մետրը կմտածենք, կարևորը հետո այստեղ մի հատ ուրիշ կարևորություն էլ է գալիս, տեսլականի կարևորությունը, Սեք անընդհատ այս 21-րդ դարի ոնց որ ամենակարևոր բառերից մեկը տեսլական vision բառն է, իսկ նույնիսկ կադրային քաղաքականության մեջ Հայաստանում մի քիչ ավելի քիչ է, օրինակ US-ում Ամերիկայում բան է այդ վիժիոներ հասկացում մարդկանց ոնց որ հատկապես top management-ի բանով, որ մարդը, եթե մարդը որոշակի պատասխանատու ինքը վիժիոներ է, թե վիժիոներ չի։ Այդ շատ կարևոր է Իրանում, այսինքն տեսլական ունի թե չէ։ Այդ ոնց որ agile-ից հետո այդ կարևոր բառերից մեկը այդ vision տեսլական ունենալու այդ բանն է, հմտությունն է, այսինքն այստեղ տեսեք դու ճանապարհը ոնց որ գանք agile-ին եթե 10 մետր պիտի գնաս, բայց մյուս կողմից դու պիտի ունենա պարտադիր ունենա տեսլականը։ Տեսեք նույն Elon Musk-ին գանք, ինքը ունի տեսլական, որ ինքը ինչ ճանապարհ կհասնի Մարս, բայց ինքը գնում է փոքր քայլերով։ Հա, նրանով գնում ես, բայց հստակություն էլ կա, այսինքն դու պետք է ունենաս տեսլական, պետք է ունենաս փոքր քայլեր ձեռնարկելու հստակություն, այսինքն հստակ պետք է իմանաս, թե ինչ քայլ ես այդ ամենը ձեռնարկում։ Եվ էդ է, լավագույն մոդելը համենայն դեպս այսօրվա դրությամբ, որը աշխատում է, ամենահաջողակ մոդելն է, ցանկացած ոլորտում, դա ոչ միայն IT, ոչ IT, այսինքն բիզնեսներում ընդհանրապես, որտեղ ինքը բարդ է, որոշում կայացնելն է բարդ, ասում է, եկեք, սա տեսնում ենք մեր դիմացը 10 մետրը, եկեք դա անենք, որովհետև հաստատ գիտենք, որ դա պետք է անենք։ Եկեք այդ հաստատը, որը որ գիտենք, անենք, հաջորդ 10 մետրը կբացվի մեր։ Անենք այն ինչ ունենք, տվյալ ռեսուրսներով հիմա հենց այս բանը։ Վայրամ, կարևոր հարց նաև դրան լրացնող, ձեր դեպքում ինչպես է ստացվել ու նաև եթե օրինակ ֆիքսեիք, երբ որ զանգի նոր ստեղծվում էր, հա, այն դժվարությունները, այն խնդիրները, այն մարտահրավերները, որոնք որ կանխատեսեիք ու պլանավորեիք, արդյոք կմտնեիք այս process-ների մեջ։ Շատ ժամանակ որ sense նայում եմ, ոչ, որովհետև բավականին շատ դժվար ճանապարհ ենք անցել։ Ինքը իրականում մինչև զանգին ես ունեի հաջողված ընկերություն outsourcing-ի ոլորտում, երբ Հայաստանի ամենահաջողված ընկերություններից մեկն էր, այդ անցումը, որ ես կատարեցի, նաև այդտեղ մի որոշումն էլ կա, այդ եթե որոշման կայացման եկանք։ Ահա գալիս ենք որոշում, մի հատ շատ կարևոր պահ կա, այդ ոնց որ պլան B չունենալու պահ։ Շատ ժամանակ մարդիկ ասում են պլան B, որտեվ տեղեր կա, որ դու պլան B պետք է չունենաս։ Այդ ժամանակ հասկանում եմ պլան B պետք է չունենաս, այսինքն այդ նավերը այրելու գաղափարն է, հայտի մակեդոնացու, որ գալիս են ու նավերը այրում են, ասում են հետ ճանապարհ չկա, մենակ առաջ, այսինքն այդ ժամանակ ես իմ հաջողված բիզնեսը կանգնացրեցի ու անցում կատարեցի ոնց որ product բիզնեսի, դե հասկանում եմ, որ այնտեղ հա լավ է, գումար վաստակում ենք, բայց ինչ որ պետք է ոնց որ level up լինենք, այսինքն բարձրանանք մակարդակով, ուրիշ մակարդակի բան գործարարության անցնենք։ Այդ ժամանակ եթե հիմիկվա տեսանկյունից նայում եմ, այնքան դժվարություն ենք տարել, 10 արդեն քանի տարի է, 13 տարի, հա, 13 տարի, այնքան դժվարություն է, ժամանակ հեշտ էր, ամեն ինչ ասենք փող աշխատելը ավելի հեշտ էր մեծ հաշվով։ Հետո ես ընկա մի տուրբուլենտության մեջ, որը համ ֆինանսական տեսակետից, համ մնացած տեսակետներից բավականին այդ ճանապարհը դժվար։ Հիմա հա մեր գործերը լավ է, ավելի լավ է քան այն outsource-ի ժամանակ, բայց եթե նայում ենք այդ ճանապարհը ծախսած ժամանակը, այն հսկայական ռիսկերը, հանյարդերը, այդ նույն քնած գիշերները ու մի գիշեր, երկու գիշեր չէ, տարիներով էլ 366 ռեժիմով, հա։ Չէ, այսինքն երբեմն չիմանալը ավելի լավ է։ Հա, չիմանալը երբեմն, այսինքն ես էլ եմ դասական իմաստով սկսել եմ չտեղեկացված օպտիմիզմից։ Չտեղեկացված օպտիմիզմով, որ այսինքն ինչն էր բերում այդ չտեղեկացվածը, ես իմ վրա վստահ եմ, այսինքն ոչ միայն ես ասացի, որ բանով էս ծրագրման մակարդակում ունեի շատ բարձր մակարդակ, արդեն ունեի բիզնեսի փորձ սեփական outsource-ով, այսինքն success business ունեի, միջազգային էլի կայացած ընկերություն ունեի, իրենով մտածում էի, հա ինչ, ես միանգամից էլի, այտենց կանցնենք product-ի նորմալ էվոլյուցիոն step, հա, ինչ որ խնդիրներ կան, տարբերություն կա, բայց տարբերությունը շատ մեծ էր, այսինքն այդ չտեղեկացվածությունը, որ ընդեղից ընդեղ անցնելը, հետո այդ բաները էս իմ այդ որոշում կայացնելը, օրինակ այդ պլան B չունենալ այն ժամանակ է, որ պլան B պետքա չունենալ, այսինքն այս նմանատիպ գործում պետքա ուղղակի որոշում կայացնել ու գնալ այդ ճան, որտեվ եթե այտենց կիսատ ես անում, դա էլ է շատ կարևոր։ Այդ գործարարի մենք խոսեցինք հատկություններից, որ այդ
ոնց որ կիսատ գործ անելը միշտ, եթե դու ինչ-որ բան կասկածելով ես անում, կիսատ ես անում, դա համարյա միշտ արդեն չհաջողության, այսինքն անհաջողության դու ոնց որ ծրագրում ես քեզ անհաջողության գրավականներ ես դնում տակը։ Իսկ որ այս դեպքում իմ դեպքում, ասենք, պլան B չկար, անցնում ես այնտեղ, ես արդեն հաջողության գրավականներ եմ, այսինքն ինչ է լինի, ես դի հաղթարեմ։ Այսինքն դեմս ինչ է լինի, չգիտեմ, ինչ դժվարություն դուրս գա իմ դիմացի, ես ստիպված եմ հաղթար, որտեղ պլան B չկա։ Հետ ճանապարհ այլևս հետ ճանապարհ չկա, հետ ճանապարհ ես չունեմ, բայց եթե ես այդ օրինակ կիսատը դնեի, կարող ինչ որ մի պայասի, դե լավ, դե հերիք է, հիմա դե արեցինք չեղավ։ Հիմա ոչինչ, տենց էլ է լինում, ասենք, ֆեյլն էլ է, փորձ հավաքեցինք, բան, տենց կարանք ինքնես հուստային գնանք։ Օպտիմիզմից հետո եկել է, այսինքն տեղեկացված պեսիմիզմը։ Այսինքն շատ արագ, երևի 1-2 տարի հետո հայտնվեց այդ տեղեկացված պեսիմիզմը, տեղեկացվանք որ հաղթահարել շատ դժվար է։ Այդ ամենակարևորն է, որովհետև շատերը հենց այդտեղ էլ կանգնում են։ Հա, այդտեղ որ կարող ես հաղթահարել, այսինքն այդտեղ հաղթահարումը հետեւյալն է, դու պիտի վերջնական երկու բանով պիտի հաղթահարես, մեկը կամքն է, այդ դիմանալու համառությունն է, որ երբեք չպիտի հանձնվես։ Որտեվ կա Թայսոնի հայտնի խոսքը, ասում է, երբ որ մտածում ես, որ դու պետք է հանձնվես, բայց հանձնվելուց հետո քեզ ավելի լավ չի լինելու։ Դրանից։ Մինչև վերջ պետք է։ Այսինքն չպետք է հանձնվես, երկրորդն է, բայց դա պետք է չլինի ինքնանպատակ ինչ որ անիմաստ, այսինքն դու ունես հստակ իրականացման պլանը։ Այսինքն դրանից դուրս գալու այդ իրավիճակից իրականացման պլանը։ Եթե իրականացման պլանը չունես, իրապես դա հանձնվել չի։ Այսինքն այդ ժամանակ դու կարաս, հա, այդ նույն ասես, դե լավ, դա այտենց էլ է լինում, նորմալ է, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Այսինքն ֆեյլ արեցինք, ոչ մյուսը կանենք։ Բայց ես ունեի հստակ իրականացման պլան, այսինքն մյուս կողմից էլ այդ իմ անհատական հատկությունը, այդ համառությունը բանը որ ունեի, դրանով ես հաղթարեցի այդ ճանապարհը, այսինքն սկսեցինք չտեղեկացված օպտիմիզմից, անցա մի 2 տարի հետո սկսվեց տեղեկացված պեսիմիզմը, որը տևեց էլի տարիներ, ինչ որ ցես բաներով, ալիքներով բանով էս։ Ինքը դրանից հետո եկավ տեղեկացված ամենալավը ես հաղթահարեցի, եկավ տեղեկացված օպտիմիզմը։ Հիմա ես գտնում եմ տեղեկացված օպտիմիզմի այդ ու արդեն բարիկները վերցնելու ժամանակը։ Հա, ամեն ինչ դե մեր գործերը շատ լավ է, ամեն ինչ լավ է արդեն։ Շատ լավ, կարևոր դրան լրացնող մյուս հարցը, Վահրամ, տեսեք, խոսեցիք նրա մասին, որ անցակ պրոդուկտի, այսինքն մինչ այդ outsource ծառայությունները էիք մատուցում, հետո գնացիք արդեն հստակ ծառայություն, պրոդուկտ ստեղծելուն։ Հա, ուզում եմ մի քիչ նաև այս թեմայի շուրջ խոսենք, որովհետև մենք շատ ենք սրա մասին զրույց ունեցել, որ ըստ էության Հայաստանում երևի ամենամեծ խնդիրներից բացերից լավ մեկը նա է, որ պրոդուկտի կամ ապրանքի ստեղծման, ծառայության ստեղծման մասով մենք թերանում ենք, այսինքն ստեղծել մի բան, որը որ լիարժեք եւ օգտակար է, եւ հարմարավետ է, եւ խնդիր է լուծում եւ այլն, այստեղ մենք միշտ ավելի պակաս ոնց որ մրցունակ ենք լինում։ Այստեղ ինչ կարևոր դասեր, խորհուրդներ, մտքեր կան, որ կուզենաք կիսել, ու նաև կուզենամ շվեյցարական դանակի օրինակներ բերեք, որ միշտ նշում եք, հետո դա նաև մեր գործարար մտածողության մեջ կա, չէ՞, սա էլ անենք, նա էլ անենք, նա էլ անենք, այս մեր ոլորտում ասա էլ մատուցենք, բայց իրականում դա խնդիր է առաջացնում։ Ամենակարևոր երևի խնդիրը հիմա Ծովինար դու նշեցիր բանի մեր հայկական ընդհանուր ՏՏ էկո համակարգի համար համագմեր խնդիրն է դա։ Եղել է ու կա հիմա այդ պրոդուկտ ստեղծելու արվեստը, այսինքն ինքը դու կարաս ստեղծես տեխնիկական լուծում, դրանք մեծ տարբերություն կան։ Օրինակ տեխնիկական լուծման վրա կոնկրետ մեր պրոդուկտով ծախսում է ժամանակիդ, ռեսուրսներիդ մնաց 5-ից 10%-ը, այն 90%-ը գնում ամբողջը պրոդուկտ ստեղծելու վրա, տարիներ, ու այդ պրոդուկտը չի լինում խելացի լինելուց, մեծ փող ունենալուց, մեծ թիմ ունենալու, դա տարիների հսկայական աշխատանք է, պրոդուկտ ստեղծելը։ Տեսեք, գերմանական մեքենաները, չէ, 100-ամյակով ստեղծում են։ Ամեն տարի իրանք աշխատել են, ամեն օր պատկերացրեք սերունդներով գնացել են գործի, իրանք product մենեջերները, ինժեներները, այսինքն product մենեջերը աշխատել է, ինժեները աշխատել է, տեստիրովщикները աշխատել են։ Կարող անունները հիմա ՏՏ-ի ես տերմինոլոգիայում ասում, բայց նույնը այնտեղ կան իրենցով։ Ամբողջ տարիներով ու սերունդներով են աշխատել, այսինքն մարդիկ աշխատել են, գնացել են թոշակի մյուս սերունդն է եկել։ Այդպես սերունդներով աշխատել են, մենք հիմա նստում ենք օրինակ Mercedes, ասում ես ի՞նչ լավ մեքենա է, բայց դա մի 100 տարուց ավել արդեն իրանք բան են անում, ստեղծում են այդ մեքենան։ Այսինքն այդ պրոդուկտ ստեղծելը ու ինչքան էլ այդտեղ շատ մի բան ես հասկացա, որ այդտեղ փողից, ռեսուրսից բաներ կան, որ կախված չի, ինձ չի որ մենք շատ խելացի լինենք ու գիշերը չքնենք, օրինակ մի ամիս նստենք սա խելացիներով այդ պրոդուկտը կստեղծենք։ Պրոդուկտը նես բանա, որ ինքը հսկայական ժամանակ է պահանջում։ Ժամանակ, այդ նույն համառությունը, որ տենց քայլ, այդպես փոքր քայլերով, այսինքն շերտ ոնց որ իր մեջ լավացնելով, դու տես տարիներով ստանում ես այն, ինչ որ դու ուզում ես դրանով։ Այդ
հիմնական ու դա արվեստ է, էլի, իրանով ստեղծելը, պրոդուկտ ստեղծել ինքը արվեստի տեսակ է։ Այսինքն շատ կարևոր բան է, որ իրապես մարդկանց համար օգտակար ինչ-որ բան ստեղծես, որը մարդը ունենա բարձր բավարարության մակարդակ։ Իսկ այդ հմտությունը որտեղից սովորել եք, գիտելիքը որտեղից սովորել եք։ Հմտությունը գանք մի հատ բանի մեր Հայաստանում մենք էլ անդադար պարտանում ենք, որ սովետական շրջանից մենք ունեցել ենք գիտություն, ինժեներիա, IT, որի ոնց որ տրամաբանական շարունակությունն էլ է հայկական IT այսօրվա ավելի կայացված լինելը, քան մեր հարևանների իր առումով, բայց մենք չենք ունեցել այդ պրոդուկտ ստեղծել։ Տեսեք Հայաստանում որ գրեթե ոչ մի պրոդուկտ չի ստեղծվել։ Եթե հանենք, չգիտեմ, Եղվարդի Բոթասը, որ միակ երևի սկսեց պրոդուկտն ա եղել Հայաստանում, մնացած սնունդի հետ կապված բաներն էլ հանենք, դե ասենք կոնյակ կամ չգիտեմ խորոված, մնացած ասենք մենք պրոդուկտ մեծ հաշվով տես չենք ունեցել, մենք ունեցենք հոյակապ գիտություն, տեխնիկական լուծումներ, բայց մենք ասենք տեսեք նույն սովետական մասշտաբներով երազը պրոդուկտ չէ, նույն սովետական մասշտաբներով, այսինքն մենք զիջում ենք, չգիտեմ, մնացած երկրների, ասենք Լատվիայում արտադրված, ասենք նմանատիպ, ասենք միկրոավտոբուսների իրենով, իսկ մենք այդ փորձը չունենք այդ ամեն ինչի։ Հետո որ անցավ նույն ձև, մենք ունենք գիտություն, ունենք ինժեներիա, որն էլ նույն ձևի մոտ։ Ես տեսեք ինչն էր այդ օպտիմիզմից պեսիմիզմի անցման մի պատճառը, որ ես ունեի հսկայական գիտելիք, որ ցանկացած տեխնիկական լուծում ես կարամ լուծեմ, չկա տես տեխնիկական լուծում, որը չլուծվի, տեխնոլոգիա ստեղծելու առումով, ու տենց էլ կար։ Այսինքն Զանգիում այն ժամանակ օրինակ ունենք տեխնոլոգիաներ, որ 10 տարի առաջ ենք սարքել, 10-12 տարի առաջ, ասենք օրինակ աուդիո սթրիմինգի տեխնոլոգիաներ, որ աշխարհում հիմա լավագույնն են։ 10 տարի մենք այն ժամանակ այսքան տեխնոլոգիա ստեղծելու այդ հմտությունը ունեցել ենք, բայց պրոդուկտ ստեղծելու հմտությունը չունենք։ Այսինքն դե ոչ թե չունենք, այլ զերո ենք։ Դրանով, այսինքն այդ միջավայրն էլ չկար, որտեղ միջավայրում այդ գիտելիքը վերցնենք։ Այսինքն այն միջավայրը, որ հայկական էկո համակարգը տալիս էր, այդ հիմա էլ չի տալիս իմիջիայլոց։ Այդ առումով ամենաբաց տեղն է, այսինքն պրոդուկտ ստեղծելու այդ արվեստը, որ դու կանացնես պրոդուկտ ստեղծես, որը ապահովի բարձր բավարարության մակարդակ, որտեղ այդ բավարարության մակարդակն է հիմնականում քո պրոդուկտի պրոմոշնի, այսինքն մարքեթինգը դրա վրա է կառուցվում։ Քո ամբողջ առաջ խաղացումը հետագայում, եթե ինքը չունի բարձր բավարարության մակարդակ, գոնե նոմինալ բավարարության մակարդակ, ցածր բավարարության մակարդակով դու երբեք նույնիսկ փող ասելով առաջ չես գնա մարքեթինգում։ Իսկ այդ բավարարության մակարդակը գալիս է ոչ թե տեխնիկական լուծումից, տեխնիկական լուծումն է դա տեխնոլոգիա ոնց որ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։ Այս բավարար բառը գալիս է այս պրոդուկտ ստեղծելուց, որ դու թե ինչ պրոդուկտ ես ստեղծում, եւ ինչքան բավարարության մակարդակ ինքը ունի վերջնական սպառողի տեսակետից դրանով։ Այդ բաներ, որ մենք չունենք, հետո ընթացքում մենք էլ ոնց որ մեր փորձով ցեխերի ջրերի մեջ այտենց սովորելով, հիմնական այդ փորձը այդ է եղել, որ մենք սովորել ենք, հիմա կա մեր հաջողությունն էլ է դրա վրա նստած, որ մենք սովորեցինք վերջապես այդ պրոդուկտ ստեղծելու արվեստը, այսինքն սկսեցինք պրոդուկտ ստեղծել։ Սկզբից զիջում մենք անդադ սովորում ենք այդ ուղղությամբ, այսինքն ոնց ստեղծենք, ոնց ավելի լավը դարձնենք, ոնց են մտածում, որ օրինակ սքսեսները, հաջողները նույն մեսենջերների ոլորտում ինչն է եղել, տեսեք WhatsApp-ի բանը երկու հաջողության բան կա, իսկ երկուսն էլ նույն բանն է գալիս պրոդուկտին, մեկը քո հարցի պատասխանն է շվեյցարական դանակի, երբ որ WhatsApp-ը սկսում էր ինքը այդ բանը իրանք հասկանում էին, այդ ֆոկուսի գաղափարն է արդեն, բայց այդ իրի պրոդուկտի մեջ է մտնում, սկսեցին parse տեքստից, ու smiley չէր ուղարկում WhatsApp-ով, մենակ տեքստ, այսինքն ոչ ֆայլ, ոչ smiley, ոչ location, ոչ մի բան չկար, մենակ տեքստ էր էթում։ Իսկ մենք որ սկսեցինք մտածեցինք, այս աուդիո զանգանենք, բա տեքստ, բա մի հատ վիդեո չունենանք, ամեն ինչ մեջ չունենանք։ Ու այդ նույն գալիս է շվեյցարական դանակի գաղափարը, որ դու այդտեղ այդքան էլ չէ, հետո դե parza պրոդուկտը մեսենջերը տենց է պետք է աճեր ինքը դառնար տենց կոմպլեքս իրանով, բայց սկզբից դու պետք կարողանաս այդ քտնես ճիշտ է գլխավոր ֆունկցիան ու ֆոկուսը։ Այդ շատ կարևոր է այդ ֆոկուսի գաղափարը էլի մեկն էլ։ Այսինքն դու մեկը ոնց որ պրոդուկտի այդ ֆոկուսը լնելու դու ընտրես որն է քո ամենակարևոր ոնց որ գործառույթը, ֆիչերը քո պրոդուկտի մեջ, այդտեղ գալիս արդեն որոշում կայացնելը, բանի։ Որոշում ես կայացնում, որ լավ դժվար է, բայց եկեք կտրենք։ Ուղղակի կտրում ես այդ ամեն ինչը։ Թողում ես մեկը կամ մի քանիսը, որը այսպես ֆոկուսավորված դու կարաս այդ սարքես։ Մենք էդի հիմա ինքը տենց հասկանում, ինքը թվում է թե պարզ բան է, դե ոնց կարաս չաս, բայց այդ ժամանակ չէինք հասկանում։ Օրինակ այդ ամենը որ հասկանանք, մենք սկսել ենք այն ժամանակները, ոնց որ երբ որ սկսվել է, ասենք WhatsApp-ը, Viber-ը, նույնիսկ Telegram-ը չկար, 2 տարի հետո է Telegram-ը, 2-3 տարի հետո է Telegram-ը դուրս եկել։ Այսինքն Telegram-ից նույնիսկ մենք ֆորայով առաջ էինք դրանով, բայց իրանք նույն Telegram-ը հիմնադիրը ուներ արդեն այդ փորձը, մենք չունեինք այդ պրոդուկտ սարքելու։ Տեխնոլոգիապես մենք նույն մակարդակին էինք,
ինչ որ բաներով, բայց այնտեղ հա մենք չունենք այդ բանի product սարքելու փորձը դրանով։ Իսկ բայց այդ product սարքելը մեր էկո համակարգի ընդհանուր ոնց որ թերություն էր, ոչ միայն մեր, այլ այս մարդ չկար, որ մենք օրինակի համար, չգիտեմ, հայրան էինք կամ բերեինք Sofounder, ասենք արի մեծ product սարքի։ Պետք է սովորենք սխալների վրա։ Հա, դրա համար մենք ժամանակ կորցրեցինք այդ ամեն ինչի վրա, ճիշտ է տարիներ դա տևեց, մինչև հասկացանք դրա, որտեվ նես նրբություններ կա ինքը ոնց որ այդ օրինակով բերեցի, ինքը կաղա փոքր բան է երևում, բայց այնպես լիքը փոքր բաներ կան, որոնք բերում են ընդհանուր այդ գաղափարին համեջ հաջողության, էլի։ Իր ընթացքում մենք սովորեցինք ոնց ստեղծենք, ոնց այդ բարոյական մակարդակը որտեղ ոնց որ խփենք, որ մեր product-ը սկսի աճել իրենով, էլի։ Ու ցույց տվեց սկսեց աշխատել։ Մենք հիմա օրգանիկ գործնականում առանց որևէ $0 ենք ծախսել մարքեթինգի մեր պրոմոշնի վրա, բայց ամսական ունենք 5 միլիոնից ավել, ասենք ներբեռնում ամբողջ աշխարհում։ Ասենք շատ մեծ թիվ է ինքը իրենով։ Երևի բերնեբերան ու օգտագործման փորձառության, հա, գնում է հա ռեֆերալով մեկը մյուսին ռեկոմենդա, բայց ինքը իրականում նույն product ստեղծելու բանն է, գաղափարի մեջ է գալիս, այսինքն ֆոկուսի գաղափարի մեջ, ֆիչերների վրա ֆոկուս լինելու, product-ի վրա ֆոկուս լինելու, նաև որպես գործարար ֆոկուս լինելու, այդ շատ կարևոր է, գիտեք։ Այդ մտքի ոնց որ գեյմիֆիկացիան, իմ միտքը օրինակ որ մենակ դրանով դու որ կենտրոնանում ես մի բանի վրա տարիներով դու տեսնում ես բաներ, որը երբեք չես տեսնա, եթե կենտրոնացած չես այդ ամեն ինչին, էլի։ Այդ ֆոկուսավորում նաև ոչ միայն ֆիչերի, այլ մտքի մակարդակով, հատկապես ղեկավարության մակարդակով կեր դրայվ են անում ընդհանուր թիմը, ֆոկուսավորումը շատ կարևոր է։ Դու պետք է մի բան անես, 10 բան չանես դրանով, էլի, հա։ Այդ ամեն ինչը որ անում ես, ես բանով մեր դեպքում տեսանք հաջողությունը ինքը խոսքով դեպ։ Շատ լավ, Վահրամ, երկու հարց լրացնող, առաջինը, որ իրականում նշում ենք ֆոկուսավորվել եւ այլն լիքը բանից հրաժարվել, բայց նաեւ ընդունում ենք, որ գործարարության մեջ ոչ ասելը դժվար է։ Երբ որ դու տեսնում ես գումար, երբ որ տեսնում ես, որ օրինակ կարող ես ինչ-որ բան ստեղծել գումար գեներացնել, ու նաեւ դու ճգնաժամային փուլում ես, նոր ես սկսում, ներդրումների կարիք ունես եւ այլն, ո՞նց է այդ փուլը հաղթարում, որ ասեք ոչ բաների, որը որ ձեզ իրականում այդ ֆոկուսից շեղում է եւ երկրորդ հարցը թիմում ոնց եք կոորդինացնում, որ դուք ամեն ինչ չանեք։ Սա էլ է բարդ խնդիր, չէ՞, երբ որ գործարարը հատկապես հիմնադիրը փորձում է ամեն ինչ անել, ամեն ինչի մեջ լինել, չպատվիրակել։ Շատ խնդիրներ նաև այս երկու կտորներից են գալիս։ Այդ ոչ ասելը նույն գալիս ենք այն խնդրին որոշում կայացնելու։ Ոչ ասելը որոշում կայացնելու տեսակ, այսինքն որոշման մի кейս է, դեպք է, որ դու պետք է որոշում կայացնես։ Շատ ժամանակ դու պետք է կանաս ընտրես թվացող բանը արժեքայնությունը, ավելի կարճաժամկետ, երկարաժամկետ, ավելի մեծ արժեքայնություն։ Դա էլի գործարարից է գալիս, այսինքն այդտեղ ինչ-որ հստակ բանաձևեր չկան, մարդու ոնց որ ինտուիտիվ մակարդակին, հա, ինտուիտիվ մակարդակում դու պետք է հասկանաս դա, ասենք շատ ժամանակ գնաս հենց այդ ճանապարհը, որտեվ ստատիստիկան ցույց է տալիս, որ նաղդը միշտ ճիշտ է։ Մեծամասամբ ճիշտ է, միշտ չէ, մեծամասամբ չի, բայց տեղեր կան, որ այդ նաղդը ճիշտ չի։ Դու պետք է կանաս դա, օրինակ մենք տարիներ ունենք հնարավորություն մոնետիզացիայի բարձրացման։ Մի քանի անգամ մեր ռևենյուն ավելացնելու, բայց ես որոշում եմ կասել, որ ավելի լավ է մեր ոնց որ կոպիտ ասած մատոր աշխատի, մեր ֆոկուսը դնենք այն ֆիչերների վրա, ամբողջ ռեսուրսը թիմից ասենք այն ֆիչերների վրա, որը կբերի մեզ այդ նույն օրգանիկ աճի շարունակականության, քան այս պահին ունենք մոնետիզացիայի, ասենք կրկնապատման։ Իրականից մենք այտենց բան ենք ունեցել, այդ կրկնապատում փոքր գումարներ չեն, մեծ գումարներ են իրանով, բայց ես այդ որոշումը կայացրել եմ, որ մենք գնանք ավելի լավ երկարաժամկետ, որտեղ հասկանան, որ այդտեղ գիտեք ինչներ գործոն ոնց որ ֆակտորը այդ decision making-ի, որ մոնետիզացիան ածանցյալ կատեգորիա է։ Այսինքն փողը որ աշխատում եմ, ածանցյալը բիզնեսից։ Եթե ես հիմա այսինքն բիզնեսը աճացնեմ, թե փող շատ աշխատեմ։ Դրանք գիտեք, թվում է թե նույն բաներն եմ խոսում, այդինտիկ բաներ ենք խոսում, բայց իրական նույնը չեն։ Այսինքն իմ մոտ բանը դիլեմա էր՝ բիզնեսը զարգացնել, թե փող շատ աշխատել։ Իսկ այնտեղ ես հասկացա, որ այս փող աշխատելը ածանցյալ է բիզնեսի զարգացումից։ Ես հիմա կարամ այս փողը չաշխատեմ, օրինակ չկրկնապատկեմ, բայց բիզնեսը զարգացնելուց հետո կարամ ասենք 10-նապատկեմ դրանով։ Ու որոշումը տվեցի զուտ այդ տրամաբանությունից ելնելով, որ ավելի լավ է մեր ամբողջ ռեսուրսը, թիմի ժամանակը մնացած ծախսենք այն
գործողությունները իրականացնելու վրա, ասենք, զարգացում ապահովելու վրա development, որը կբերի բիզնեսի զարգացման։ Հետագայում այն մնացածն հետևից կգա ինքստինքյան, այսինքն մոնետիզացիան որոշակի ճիշտ է շիֆթով, այսինքն ուշացումով մենք ուշացրեցինք, թվացյալ է թե կորցրեցին գումար, բայց երկարաժամկետ ստեղծեցինք ավելի կայուն հիմքեր, բիզնեսի զարգացման, էլի։ Այդ կարևոր է, այդ հարցերն էլ է կարևոր, հատկապես այս մեսենջերների ոլորտում մենք ոնց որ լոնգ ենք խաղում, էլի, երկարաժամկետ է։ Ես այնա մեքենաներից սկսեցի, իրականից լիքը նմանություն կա մեքենաների բրենդին, ես միշտ համատում եմ դրա հետ, այսինքն նույն 20-րդ դարում ոնց էր մեքենաների բրենդերը որ կային, ասենք, հա, ասենք, չգիտեմ, BMW, Mercedes, ասենք, Peugeot, Renault, Fiat, տեսեք մարդկանց անուններով Porsche, չէ՞, բանի էս անուններով իրանք իրական ստարտափեր էին, մեծ հաշվով ստարտափեր են, որոնք իրենց գարաժում ինչ որ ավելի པարզ մեքենաներ են, հիմա տենում ենք, հիմա հա, մենք տենում ենք բարդ ինչ որ էլեկտրական համակարգերով IT մեքենաներ, բայց այն ժամանակ ինքը ավելի པարզ մեքենաներ են, որոնք ստարտափային սկզբունքով սարքում են, շատերը կային որ fail են եղել, մենք չգիտենք այդ բրենդերի անունը, գիտենք մենակ այն մարդիկ, ովքեր անցել են այդ ճանապարհը ու success են, հաջողել են այդ ամեն ինչում։ Հիմա մեսենջերն էլ է, այդ առումով մենք նման ենք մեքենաներին, այսինքն տեսեք խաղացողները մեսենջերները այդքան շատ չեն աշխարհում գլոբալ, որ հաշվենք 5-6, չգիտեմ, ասենք որ կան ինչ որ մարքետ շատ կան, բայց իրանք չկան իրականում, բանին էս, ակտիվ հա, մարքետում, որ գլոբալ մարքետներում կան, որ մարդիկ օգտագործում են, այսինքն ինքը ծոր բրենդեր են, որոնք առաջացան ու երկարաժամկետ ինքը խաղ է գնում։ Միտեղ տեսեք, ես նշեցի, որ մենք այդ նույն գիտելիքի պակասից product-ի հետ կապված կորցրեցինք տարիներ, բայց ես համոզված եմ մոտակա տարիներում մենք այդ ամեն ինչը կլրացնենք դրանով, նաև այդ դժվարություններից, որ բաներ ենք սովորել, որ իրանք չեն սովորել, մենք արդեն ունենք առավելություն, այսինքն ադվանտաժներ ունենք, հա, փորձը այդ դժվարություն հաղթահարելու, օրինակ մեր զանգի IT էկոնոմիկան, զուտ այդ բանի helնելով անգամներով ավելի լավն է, քան ասենք Signal-ի կամ Telegram-ի էկոնոմիկան։ Զուտ էկոնոմիկական առումով մենք ստեղծել ենք ավելի բարձր էկոնոմիկա, անգամներով ավելի լավ, քան մեր մրցակիցների էկոնոմիկան։ Դա էլ մի պարամետր, ու շատ կարևոր պարամետր է ինքը, իրենից ներկայացնում։ Այսինքն երկարաժամկետ մենք տեսնում ենք կայունության հիմք կա, էլ երկարաժամկետ զարգացման։ Հա, մենք այսինքն երկարաժամկետ մենք տեսնում ենք, որ տարիների կտրվածքով մենք այդ մեր կորցրած ժամանակը ոնց որ լրացնելու ենք, մի բան էլ առաջանցիկ փորձնելու ենք անցնենք առաջ։ Այսինքն ստեղի խաղը համ հետաքրքիր է այդանում, որ երկար է գնում իրանով։ Նաև բան ունի, այսպես ազարտնի, հա, ըստ էության, որ ինքը ոնց որ մենք նայում ենք մեզ ոնց որ կինոյի մեջ լինենք իրականում, որ կողքից նայում ես մի քիչ դուրս ես գալի են յոգայի սկզբունքով մեդիտացիայի օրան ենք, ասում կողքից քեզ նայի։ Բանի մատրիցա ֆիլմի կադրերն էլի, որ տարիներ առաջ մենք ինչ տեսել ենք, հիմա դրա իրականությունն է։ Այսինքն մենք որ հա, բան ենք անում, մենք ոնց որ կողքից մեզ նայում ենք, ինքը ոնց որ կինոյի մեջ լինենք, այդ մրցավազքը բան ենք, ընդհանուր հետաքրքիր է, բիզնես ասենք, վարել ընդհանուր բիզնեսի տեխնիկան, այդ մրցակցության մեջ մասնակցելը բան, շատ հետաքրքիր է ու մենք էլ ունենք շատ դրական սպասումներ, շատ լավ, այդ նույն ոնց որ նշեցի, այդ սպասումներով առաջ են գնում։ Իսկ ղեկավարի պատվիրակման տեսանկյունից, Վահրամ, Տեսեք, որ դու ամենը չանես, ամենը քեզ վրա չվերցնես։ Այդ լուծումը էլի փորձով ես եկել եմ մի բանի, որ կա մեկ լուծում դրան։ Դա համակարգ ստեղծելն է, սիստեմա կառուցելն է։ Այսինքն այդտեղ դու ֆիրմայում պետք է միշտ սիստեմա կառուցես։ Այսինքն ֆիրման պետք է լինի համակարգային։ Սիստեմ կապ չունի ինչքան է 5 հոգի ես, 10 հոգի ես, 20 հոգի ես, 1000 հոգի ես։ Անկախ նրանից 2 հոգի ես, դու պետք է համակարգային աշխատես։ Եթե համակարգային չես աշխատում, այդ չի, այդ խնդիրը չես կարող լուծես։ Ուղղակի ոչ մի ձեով, ոչ մի agile-ներով, չգիտեմ, ուրիշ մենեջմենտի գործիքներով, բաներով այդ խնդիրը չի լուծվում ինքը։ Այսինքն այդտեղ խնդիրը դու ամեն մարդ պետքա տեսնի իր ոնց որ կառույցի, դա կլինի ֆիրմա, կազմակերպություն, թեկուզ ինչ որ կամավորական խումբ, այսինքն ոնց անենք, որ դա դառնա համակարգային։ Մենք ոնց անենք, որ ֆուտբոլը ոնց է, տեսեք ֆուտբոլը չի կա ամենահամակարգային կառույցն է։ Այսինքն դարպասապահը ինքը իր գործն ունի։ Ամեն մեկը իր հստակ գործառույթն ունի, իրար հետ, ասենք փոխադրույցի հետ, կապերը, կոմունիկացիան, ամեն ինչը գնդակով իրար հետ, բաներով, հայացքով մնացածով ամբողջ չկա։ Դրսի մարդիկ տրիների մնացածների դերը ոնց են ասենք այդ ամեն ինչը, այսինքն այդ համակարգը թիմը կարելի է ընդհանուր բոլորով վազել մի գնդակի հետևից, ասեք ֆուտբոլում չէ, կարան մի գնդա ամեն մեկը մի գնդակ լինի, դաշտում բաժանված ինքը լինի։ Այսինքն դու տենաս օրինակ դաշտում նույն դաշտն է, բիզնեսը նույն դաշտն է։ Տենաս օրինակ կիսապաշտպանի բանը ազատ է, պաշտպանը ոնց է, այն մյուսը ոնց է բանով էլի համատական ասենք մետաֆորայով ասեմ, հա իրանով ոնց է։ Այսինքն քո բիզնեսում որտեղ է որ համակարգային խնդիրները ինքը
ոնց անես որ այդ ինքը դա ավելի համակարգային ոչ թե մարդ ավելացնես օրինակ ես այդ նույն մեր փորձից մի բան էլ այդ team building-ի մնացած առումները որ սովորեցինք տարիների հետ որ եթե մի բան ուզում ես արագացնես պետք է շատ մարդ ավելացնես շատ ժամանակ էդի չի բերում այդպես հակառակ նույն ժամանակ հակառակի է բերում այդ աճը որոշակի բանից էլ ինքը համատական չի աճում քո ասենք development բանը էս արագությունը իրանով ինքը պետքա ոչ թե նայես դրան որ մարդ ավելացնես հորիզոնական այլ ինչն է պակասում համակարգային որ եղածը օրինակ մարդիկ չի բավարար կարող է մարդը ասենք լավ օրինակ developer-ը իրան ասիստենտ է պետք ուղղակի մի կողքից մեկ օգնի ինքը 5 անգամ կարագան ավելա քան իրան հավասար մեկին բերես ասենք օրինակ պետքա սինյորին բերել ջունիոր որը կողքնի ինչ որ մի ասիստենտություն կանի քան երկու հատ սինյոր մակարդակի մարդ բերես որը ասենք այդ դրանով չի լինի կամ կարող է մենեջերը պետք որոշակի ինչ որ բաներ խնդիրներ լուծի ու թիմին հիմա ես արդեն վերջ տարիներին կարելի է 4-5 տարին դրիվ այդ սկզբունքով ենք անում այսինքն օրինակ այս տարվա պլաններն էլ ունենք Ինչտա հիմա թիմ մեծացնում ենք development-ի բանի պոզիցիաներ ունենք, բայց ունենք հստակ management-ի պոզիցիաներ, նաև AI-ի հետ կապված, օրինակ AI-ը մեր մոտ ոչ թե դնում ենք, դրել ենք արդեն, այ դու կիրառես ես բան, այլ համակարգային, այդ տեղել ենք։ Մենք պետք է հատվածային կիրառում։ Այսինքն համակ ոնց անենք, որ ինքը սիստեմի դառնա, կիրառումը։ Հետո որ սկսեցին կիրառել, պարզվեց մեզ որոշակի մենեջերի, հատուկ մենեջերապետ, որ այդտեղ աշխատանքների կոորդինացիայի խնդիր կա, այդ AI-ը այդպես չի լինում։ Թիմ լիդերը մեր բաները տենց կամ իրանց վրա կդնենք, իրանց ոնց որ performance-ը կիչնի, կամ որոշակի պոզիցիա, որը տենում ենք հստակ համակարգի մեջ օղակ, որը կարա այդ ամեն ինչը աշխա։ Այսինքն այդ օղակը հիմա հստակ ես տեսնում եմ, հեսա մոտակա ամիսներին մենք այդ մասով hiring ենք անելու, որ այդ օղակը մենք լրացնենք դրանով։ Այսինքն այդ օղակները պետքա տեսնել։ Դու պետք է օղակը տեսնես, ոչ թե փորձես թիմը ուղղակի հորիզոնական, այդպես մեծացնել։ Երբ որ դու գնում ես, երբ որ գնում ես համակարգային ինստինկտյան, ոնց որ ոչ թե ուղիղ ձևով դու գնում ես ասում ես, այ ես այդ դու մենեջեր ես, պատվիրակում եմ քեզ։ Ես էլ գործ չեմ անելու, դու էսի արա, այդպես չի աշխատում իրականում բիզնեսը։ Երբ որ դու համակարգ ես ստեղծում, այդ ինստինկտյան է լինում։ Դու տենում ես, որ քո գրից դուրս եկավ, քո գրից դուրս եկավ։ Ես նույն այդ համակարգ ստեղծելու մի կարևոր բաներից մեկը ֆոկուսն է։ Օրինակ ես իմ ռոլը մեր ընկերությունում պետքա լինի ու տենց եմ ես ստրատեգիկն այն որ ուղղորդելն է դիրեկտոր բարից բուն իմաստով թարգմանություն հայերեն սխալ են թարգմանում տնօրեն չի դիրեկտոր ուղղորդող է թարգմանվում ուղղորդող է ուղղորդող է ես ուղղորդող եմ ես տերուտ իրական այդ ուրիշ բան է բայց ես ուղղորդող իմ գործը ընկերության ռազմավարական ուղղորդումն է ստրատեգիական ուղղորդումն է իմ գործը Ես հիմա ունեմ որոշակի գործառույթներ, որը դրա մեջ չի մտնում, բայց ես հիմա համակարգային որոշակի փոփոխություններ, որը ես որ ֆոկուսավորեմ ուղղորդու ավելի լավ կուղղորդեմ։ Այո։ Այսինքն այդտեղ մի հատ էլ իմ որոշում կայացնելու բանը ավելի հստակ, ավելի լավ կաշխատեմ։ Ու նույն բանը ես մտածում եմ մնացածների մասով։ Օրինակ թիմ լիդերից կան, որ չգիտեմ ինչ որ լոգեր են նայում ինչ որ սիստեմի խնդիրներ լուծում հետո հասկացա որ այս մարդը ափսոս է որ ինքը իր ռեսուրսը ժամանակ համ ինքը ֆոկուսի բան է համ լավ է անում այդ գործը ոչ մի չի ասում այդ գործը ինքը բնականաբար լավ է անում բայց պոտենցիալ ավելի հիմա օրինակ օղակների մեջ ավելացնում են որ ինքը գա իր ֆոկուսը անի ինքը տեխնիկական լիդ է այսինքն տեխնիկական ուղղորդող է թող գնա տեխնիկական իր թիմ ուղղորդի ֆոկուսավորես դրա վրա իր performance-ը անգամներով կաճի այսինքն կարող այնտեղ մենք ոչ թե 3 հատ տես լիդ ընդունենք գործի այլ մի հատ օղակ լրացնենք համակարգային ու մեր տեխնիկական լիդը 3 անգամ սկսի արագ աշխատել այո այսինքն իր բանը արդյունքը 3 անգամ շատանա ոչ թե 3 անգամ ժամանակով շատ աշխատել արդյունավետություն նույնին վրա եմ այսինքն այն ինչ որ ես մտածում եմ ես մտածում եմ բոլորի մասին մեր սկսած ջունիորի պոզիցիայից ոնց ինքը որ օղակն է ասենք այդ մարդուն ինչ օղակ կա երբ որ այդ օղակները արդեն լրիվ լրացած լինեն որ կարելի է հորիզոնական այսինքն մարդկանց էլ մեծացնել դու համակարգային կարաս աճես թե չէ որ համակարգը չկա ու աճացնում ես սկսում է քո հակառակ էֆեկտն է տալիս սկսում է performance-ը իջնել թվում է թե դու շատ գործ ես անում, բայց հետո ժամանակը նայում ես ոնց որ բուքսաբատան ես, այդպես մենք ունեցել ենք այդպես պերիոդներ, որ դրան։ Իսկն դա էլ է փորձի բան է, այդտեղ գալիս ենք էլի ֆոկուսավորումը, որ թիմ պետք է լինի ֆոկուսավորված, թիմ պետք է լինի մարդիկ թիմի մեջ պետք է լինեն ինչքանորով ֆոկուսավորված, այսինքն իրանց գործը, իմ գործը ուղղորդելն է, գնա ուղղորդի։ Ոչ թե մտի այնտեղ բան, բայց մինչև էդի անես, դա ձևական չի, դեկլարատիվ չի, որ հայտարարեմ ես ուղղորդող եմ, ինձ հանգարց բան չասեք։ Բանը դեկլարատիվ չի, մինչև այդ դեկլարատիվ հայտարարել, դու համակարգը ստեղծես, որ դու դառնաս ինստինկտ, դա հետևանք է։ Այսինքն այդ պատվիրակելը
դա երկու տեսանկյունից կարանք նայենք, մեկը ոնց որ ուղիղ ոնց անենք գնանք, չգիտեմ, մենեջերներ հավաքենք մնացածին բանով ասենք, կամ մնացած աշխատակազմին, վсё, ես պատվիրակում եմ սրանից հետո ցես կանենք, մյուսը ստեղծենք այնց համակարգ, որի հետևանքը գաք դրան։ Հա, հետևանքը լինի պատվիրակել, անկախ քեզանից արդեն պատվիրակված լինի, այսինքն համակարգը այդ ամեն ինչը տանի։ Այսինքն գալիս են մի խնդիր, որ սիստեմայնությունն է, էլի ամեն ինչի լուծումը։ Համակարգ process-ներ եւ ճիշտ մարդիկ։ Նախավերջին հարցը, Վահրամ, խոսեցինք մեսենջերներից, ապագան ուր է գնում մեսենջերների։ Մեզ ինչ է սպասվում։ Մեսենջերները, որ նայում եք լրահոսին, ինքը ոնց որ առանձին մի հատ ուղղություն լինի, քաղաքական, նույնիսկ գլոբալ քաղաքական ուղղություն լինի, անընդհատ լրահոսի մեջ տարբեր երկրներ բան։ Մենք դες մի հատ դարդ ունենք, էլի, ուրիշ ոչ մի բան, ՏՏ ոլորտ դες դարդ չունի։ Մենք աշխարհաքաղաքական բանով դες գնում ենք, անընդհատ որ լրահոսը նայեք, անընդհատ մեսենջերի մասին ինչ որ մի իրանք իրանց առանձին կյանքով։ Ասենք, չգիտեմ, Գրենլանդիայի խնդրեմը գլոբալ, ասենք, աշխարհը տանում առաջ, մի հատ մեսենջերների խնդիր կա, որը տենց ասենք գնում է առաջ։ Ինքը տենց իրանով էլի, դե հիմնական ոնց որ հիմա ֆրոնտլայն առաջամարտիկ Telegram-ն է դարձել, իր վրա են աչի ծախից գրողում ֆրանսիացիները, ռուսները, չգիտեմ, տարբեր տեղերից փորձում են բան, դե նորմալ է, ինքը ամենաազատականները ու առաջահել է, ոնց որ իրանով, ոնց որ հարվածը իր վրա է վերցնում, բայց այդ հարվածը ընդհանուր մեզ էլ է վերաբերվում այս հաշվով, ընդհանուր բոլորին է վերաբերվում։ Հիմա հա, դուրովին են բոլոր կողմերից հարձակվում իր վրա, հույսով եմ կպաշտպանվի, հաջողությամբ ինքը հաղթաստուց գա այդ ամենը, որովհետև դա մեր հաղթանակն է։ Այդ ամեն ինչով դրան, բայց մեսենջերների ինքն էլ է, դե որպես գլոբալ կոմունիկացիոն գործիքներ իրանք ունեն մեծ ազդեցություն, դրանից ոնց որ մտնում են այդ աշխարհաքաղաքական ինչ որ խնդիրների մեջ, էլի։ Մեսենջերները ստեղ իմ կարծիքով փոփոխություններ կլինեն, սահմանափակումները շատանալու են, որտեղ հակագլոբալիզացիա էլ է աշխարհում գնում, եթե նայենք այդ աշխարհաքաղաքական տեսակետից, հիմա հակագլոբալիզացիա է գնում, այսինքն բոլոր պետությունները փորձում են սահմանափակվեն, այդ տրենդը պաշտպանվեն արտաքին վտանգներից ինքը շարունակվելու է, այդ շարունակվելը, այսինքն մեսենջերները մեր նման մեսենջերին, որը գլոբալ պրոդուկտ է, այսինքն մենք գլոբալ պրոդուկտ ենք, որ երկրի հետ բան չեն, մեր վրա դա ազդելու է, ոնց որ հիմա ասենք Ռուսաստան մեզ փակեցին, ասենք, չգիտեմ, Դուբայում փակել են կամ ուրիշ երկրներ կա, որ մեզ փակում են, ասենք չգիտեմ, Ալժիրի կեսում փակել են կամ չգիտեմ, եսի որտեղ մեզնից անկախ ինչ-որ բաներ է լինում, բայց այդ խնդիրներն են տեխնիկապես որոշակի լուծումներ կան, իմ կարծիքով ինչ-որ փոփոխություններ են լինելու, հիմա մենք էլ ենք պատրաստում դրան, այդ փոխման տեխնոլոգիաների, շրջանցման տեխնոլոգիաներ են, հեսա շուտով մոտակա ամիսների վերսիաներ դուրս կգան Զանգի, տարբերակներ, որոնք կշրջանցեն օրինակ Ռուսաստանի փակած տեխնոլոգիաները, Դուբայում փակած տեխնոլոգիաներ իրանցով, իսկ այստեղ որոշակի տեխնոլոգիական հետամետաքիր է, տեխնոլոգիական մրցավազքի տեղ էլ կա, բայց ունեցա որ մեկամարտիկ օգտագործել են մեսենջերը, այսինքն եթե մեսենջերը հիմա անես բանա դարձել, որ ինքը կենսական նշանակություն ունի, էլի, այսինքն հա, կապի, ոչ միայն կապի, մարդու ամեն ինչն է, բիզնեսը, հիշողությունը, ընկերությունը, ամբողջը մեսենջերի մեջ է։ Ինքը կարելի ասել որ հեռախոսը առանց մեսենջերի ինքը useless է, անօգտագործելի է։ Այսինքն հեռախոսը եթե բոլոր մեսենջերները հանեն կապի այդ մեջ մենակ իր այդ սովորական ինքը դառնա անօգտագործելի, այսինքն մարդը ամենաշատը օգտվում է մեսենջերից, այսինքն ամբողջ իր բանը բիզնեսը տանում է մեսենջերով, հիշողությունները մեսենջերում է, չգիտեմ, իր ընկերությունը, ընտանիքը ամեն ինչ ոնց որ մեսենջերի մեջ է, իր այդ խմբերով, բաներով ամեն ինչով մեսենջերի մեջ է։ Էդի մեզ տալիս է, այդ որ ասում եմ երկարաժամկետ, տալիս է, որ մենք ոնց որ երկարաժամկետ մյուս առումով էլ Coca-Cola ենք։ Այսինքն ինչ է լինի, օգտագործելու։ Ինչի ատոմային պատերազմ է լինի, ասենք որ պատերազմ լինի մարդիկ դուրս գան, առաջինը մեսենջերով փորձելու են իրանց ընկերներին հարազատներին գտնել։ Perfect, այո։ Եվ վերջին հարցը, Վահրամ, ինչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին։ Որ հատված որտեղ խորտ կարելի ասել ուղղակի ապրեք առողջ ապրելակերպով գործարարության, չէ, գործարարության մասը։ Չէ, առողջ ապրելակերպն էլ է գործարարության մասը։ Այո։ Գործարարության մասով լինեն պրոակտիվ։ Եթե իրանց մեջ ունեն այդ ոնց որ հաղորդման սկզբում նշեցինք այդ հատկությունները, չեն վախենում, այդ ամեն ինչը տենում են հետաքրքիր, այդ անցնել այդ ճանապարհը, կանց սկսեն անել։ Շատ լավ, շնորհակալություն բավականին հետաքրքիր, բովանդակալից ու արդյունավետ զրույցի համար մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Գործարար ալիքի եթերում կրկին անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարների փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր Զանգի ընկերության հիմնադիրը Վահրամ Մարտիրոսյան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։